Իսկ այժմ որդյակներ, գրում է Հովհաննես Ավետարանիչը, մնացեք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, վստահություն ունենաք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչեք, քանի որ դուք գիտեք, թե նա արդար է, ապա իմացեք, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։ Տեսեք, ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծո որդիներ։ Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։ Առաքյալը մեզ հորդորում է, որ մնանք նրա մեջ, այն շնորհի մեջ, այն օծումի մեջ, որ Աստված մեզ տվեց։ Երբ տվեց շնորհը և օծումը, երբ որ մենք հավատացինք և մկրտվեցինք։ Մկրտությամբ աստվածային օծում ստացանք, շնորհ ստացանք քայլելու մեր կյանքը, ապրելու մեր կյանքը որպես քրիստոնյա։ Քրիստոսի հետ թաղվեցինք մահվան մեջ մկրտության ավազանում և Քրիստոսի հետ հարություն առանք մկրտության ավազանից և նոր մարդ դարձած պիտի ապրենք Քրիստոսի շնորհով։ Իհարկե, սա է ճշմարտությունը, էսա ճիշտը, բայց մենք ցավոք սրտի այդպես չենք, այդ շնորհից հեռացանք, զրկվեցինք, նվազեցինք, տկարացանք, թուլացանք, և նորից ուրեմն գլորվեցինք մեղքի անօրենության մեջ։ Բայց առաքյալը հորդորում է մեզ, որ մենք ջանանք մնալ այն շնորհի մեջ, մնանք Տիրոջ մեջ, Տիրոջ հետ լինենք, որպեսզի երբ նա հայտնվի, նրա գալստյան ժամանակ վստահ լինենք և ամոթով չմնանք։ Եվ ինչ է նշանը, ասում է, Տիրոջից ծնված լինելու, Տիրոջ հետ լինելու, ասում է, արդարություն գործեք, արդար եղեք, որովհետև նա արդար է և ով արդարություն է գործում, Աստծուց է ծնված։ Եվ Աստված մեզ մեծ պատվի արժանացրեց իր որդիները լինելու։ Խոսքերը զորեղ խոսքեր են, որ մեզ փոխանցում է առաքյալը, բայց մենք այս խոսքերին անդրադարձ չենք անում։ Աստված մեծագույն պատվի է արժանացրել մեզ, մենք ուրիշ բաներ ենք փնտրում։ Ինչը կարող է ավելի մեծ բան լինել մարդու համար, եթե ոչ Աստծո որդի լինելը, Աստծո հարազատ լինելը, Աստծունը լինելը, Աստծո մեջ լինելը, Աստծո հետ լինելը։ Բայց մենք ուզում ենք, որ աշխարհը մեզ սիրի, աշխարհը մեզ մեծարի, աշխարհում անուն հանենք, աշխարհում փառքի հասնենք, աշխարհում մեծության հասնենք։ Վերջի համարում ասում է, աշխարհը ձեզ պիտի ատի, որովհետև ինձ էլ է ատել, աշխարհը ձեզ չպիտի ճանաչի, որովհետև ինձ էլ չի ճանաչել։ Այս երկուսը իրար հետ զուգահեռ չեն գնում, այս երկուսը իրար հետ զուգահեռ չի ստացվում։ Մենք պիտի ի վերջո մեզ համար որոշում ունենանք, մենք հարության որդիներ ենք, թե այս աշխարհի որդիներ ենք, մենք Աստծունն ենք, թե աշխարհինն ենք, որովհետև Աստված և աշխարհը հակադրության մեջ են։ Աշխարհի սերը, ասում է Սուրբ Գիրքը, հակառակ է Աստծուն։ Այս ամեն ինչը մենք հասկանալով, մտքով, սրտով, հոգով, միևնույնն է, չենք կարողանում կտրվել աշխարհի սիրուց։ Միևնույնն է, չենք կարողանում կտրվել աշխարհիկ մտածելակերպից, աշխարհիկ ընկալումներից և դառնալ ճշմարտապես աստվածային ընկալման մեջ, աստվածային մտածելակերպի մեջ, որովհետև
տեսանելին, շոշափելին ինչ-որ մեզ մոտ է, ավելի գրավիչ է և ավելի ցանկալի է, քան այն, ինչ որ մենք պիտի տեսնենք կամ տեսնում ենք հեռավոր, օքով, հավատով, այն ինչ որ Աստված մեզ խոստացել է։ Այսօր ավետարանական հատվածը ի ծնե կույրի բժշկման հատվածն էր, և ասում է Հիսուս անցնելով տեսավ մի կույրի և այդ մարդուն բժշկեց։ Աշակերտները հարցրեցին, ասին, ինչի է այս մարդը կույր, ում մեղքով է կույր, ասեց ոչ մեկի մեղքով էլ կույր չի։ Սրա կուրությունը նրա համար է, որ սրա միջոցով Աստծո գործերը հայտնվեն, Աստծո գործերը ի հայտ գան։ Ամեն մարդ, որ աշխարհ է գալիս, կուրությամբ է աշխարհ գալիս, որովհետև Ադամի մեղքը կուրացրեց մարդուն, և ադամական մեղքով աշխարհ եկած մարդը կուրացած է։ Դրա համար մեր Տեր Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի մեր կուրությունը բժշկի, մեր աչքերը բացի, որպեսզի մենք տեսնենք։ Աստծո շնորհն է բացում մեր աչքերը, Սուրբ Մկրտության շնորհն է բացում մեր աչքերը, որպեսզի մենք կուրությունը փարատենք և տեսնենք։ Եվ այս ի ծնե կույրը, երբ որ բժշկվեց, սկսեց համարձակ քարոզել Քրիստոսին։ Տարան ատյանների առաջ, տարան ամեն տեղ ճշմարտությունն էր խոսում։ Ակնկալում էին իրենից ուրիշ բան լսել, ինքը ճշմարտությունն էր ասում։ Աստված շաբաթի օրենքը տվել էր, որպեսզի շաբաթը մարդու փրկության պատճառ լիներ, մարդը փրկվեր։ Հիմա մարդը շաբաթ օրով փրկվել է, հրեաները հակառակն էին ուզում են, որ այդ շաբաթի մեջ փրկություն չլինի, ասում են, այս շաբաթ օրով է բժշկվել, Աստծուց չի, մեղավոր մարդ է, բա ինչի համար է շաբաթը։ Շաբաթը մարդու փրկության համար է։ 7-րդ օրվա պատվիրանը, որ տվեց, որպեսզի մարդը փրկվի։ Եվ հիմա Քրիստոս մարդուն փրկության ճանապարհի է բերում, աչքերը բացում է, Քրիստոսին է տեսնում, և սրան դեմ են հրեաները։ Այսօր մեզ համար շաբաթը կիրակին է, այսօր մեզ համար շաբաթը պատարագն է, այսօր մեզ համար Աստծո շնորհին արժանանալու ժամանակը կերպը Սուրբ Պատարագի մասնակցելն է, կիրակի օրը պատարագի գնալն է։ Բայց անընդհատ տեսակ-տեսակի խոչընդոտներ, գայթակղություններ, տեսակ-տեսակի արգելքներ են հարուցվում, որպեսզի մարդը կիրակի օրը չգնա, որպեսզի մարդը փրկության չհասնի, որպեսզի մարդը Սուրբ Պատարագի չմասնակցի։ Այս բժշկվածին Հիսուս վերջում տաճարում մոտեցավ, հարցնում է, ասում է, դու հավատում ես Աստծո որդուն։ Ասում է, իսկ ով է Աստծո որդին, որ ես հավատամ։ Քրիստոսն ասում է, նա, ում դու տեսնում ես։ Այսինքն Քրիստոս աչքերը բացեց, որպեսզի այդ մարդը տեսնի։ Եվ ասեց, այո, ես հավատում եմ, որ դու ես Քրիստոսը, որ դու ես Փրկիչն աշխարհի, որ դու ես Աստծո որդին։ Ամեն ինչին մեզ Աստված արժանացրել է։ Սուրբ Մկրտության շնորհին, իր օծումին, մեր աչքերը բացվելուն։ Բոլոր այստեղ եղողները տեսել են մի օր։ Բայց հիմա առաքյալը հորդորում է, որ մենք մնանք նրա մեջ, մնանք Աստծո մեջ, լինենք Աստծո հետ, որպեսզի այն օրը, երբ Աստված պիտի հայտնվի, մենք ամոթով չմնանք։ Իսկ նրա մեջ մնալը նշանակում է, ասում է, արդարություն գործել, արդարությամբ ընթանալ։
Այն արդարությունը չէ, ինչի մասին աշխարհն է խոսում։ Այդ խաբկանքը այդ արդարությունը, այն արդարությունը, ինչի մասին Քրիստոսն է քարոզում։ Ասում է Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Արդարություն մեր Տեր ինքը Հիսուս Քրիստոսն է։ Արդարությունը Աստծո խոսքն է։ Արդարությունը Աստծո պատվիրանն է։ Արդարությունը մեղքերի քավություն եւ թողությունն է։ Արդարությունը Աստծո որդեգիր լինելն է։ Քրիստոս քարոզում էր մեղքից ազատություն, աշխարհում ասում են մարդու ազատություն։ Սրանք լրիվ հակադիր բաներ են։ Քրիստոս քարոզում էր մեղքերից ազատագրվել, աշխարհն ասում է խղճի ազատություն։ Սրանք լրիվ հակադիր բաներ են։ Այս մարդու կամ խղճի ազատություն ասելով աշխարհը հասկանում է ազատություն մեղքերի մեջ։ Ազատ ես ամեն տեսակի մեղք գործելու, ազատ ես ամեն տեսակի պղծության, ազատ ես ամեն տեսակի անօրենություն գործելու մեջ։ Դրա համար առաքյալը զգուշացնում ասում է ձեր ազատությունը չարիքի պատրվակ մի դարձրեք, այսինքն ազատ լինել ասելով չար մի գործեք, չարիք մի գործեք։ Աստված ասում է մեղքից ազատ եղեք, ոչ թե չարը գործելու մեջ ազատ եղեք։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Մեռած վիճակից հարության եկավ եւ մեզ կոչեց, որպեսզի մենք էլ մեռած վիճակից աշխարհի մեռելությունից հարության կյանքով ապրենք։ Այս մասին մենք անընդհատ պիտի մտածենք, անդադար, ամեն օր, ամեն ժամ, անընդհատ աղոթքի մասին է խոսքը։ Տիրոջ մեջ մնալու համար, Տիրոջ հետ լինելու համար եւ Աստծո շնորհից չհեռանալու, չզրկվելու համար, անընդհատ աղոթքի մեջ եղեք։ Սուրբ Գիրքն էլ ասում, անդադար աղոթեք, անձանձրույթ աղոթեք, անընդհատ աղոթեք, միշտ աղոթեք։ Թող Աստծո ողորմությունը շնորհը մեզ հետ լինի, որպեսզի մենք իմանանք ինչն է արժան եւ այդպես ընթանանք կյանքը Քրիստոս հարյավ ի մեռելոց։